Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից հայտնել են, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Աղբյուրը հիշեցնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք ու ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել ու ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է սույն թվականի մարտի 15-ի ժամը 13-ից հոսանքազրկվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը եւ գրասենյակը։ Բնականաբար խափանվել է նաեւ ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին հեծից պատասխանել են։ 1 ժամից կմիացնենք, անցել են տասնյակ 1 ժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով, ինչը նշանակում նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս մարտի դրսևորումը։ Միայն մեկ բան՝ հոսանքազրկումը համեմատաբար տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ Հեծը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։ Սա ոչ թե սովորական վթար է, այլ առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված ու չդադարող սադիզմի դրսևորում։ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարությանն ի պատասխան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պարզաբանում է. Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան եւ գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 15-ին ժամը 13:05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի փակ բաշխից սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։ Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ Յուվենտուս ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը առանց ՀԵՑՓԲ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման ապամոնտաժել ու քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը, վնասելով հեծի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը ու տանիքը։ Դրա արդյունքում 6 հասցե բաժանորդ, այդ թվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են տվյալ ենթակայանից սնուցվելու պատճառով։ Այսօր մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում կեսգիշերից անց կլինիկական մաղախտորոշմամբ Երևան Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պանորամա AM-ին ՆԳՆ նախարարությունից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են 1 անձի եւ ներկայացրել նախաքննական մարմին։ Պանորամա AM-ի տեղեկություններով երեխային ծեծելու միջոցով փորձել է սպանել խորթ մայրը։ Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել, ասված է Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում։ ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են տեղակայում ծովային հետևակի էլիտար ստորաբաժանում, այդ մասին հաղորդում է The Telegraph-ը։ ԱՄՆ-ն չի բացահայտել իր առաքելության բնույթը, սակայն էլիտար ստորաբաժանումը հավանաբար կհանձնարարվի վերականգնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, նշվում է հրատարակության մեջ։ Թերթի տվյալներով 2500 հոգուց բաղկացած օպերատիվ խումբը ներառում է հետևակային ուժերի, զրահատեխնիկայի եւ հրետանու համակազմ, ուղղաթիռներով ու կործանիչներով օդային ջոկատ, ինչպես նաեւ լոգիստիկ եւ հրամանատարական ստորաբաժանումներ, այն համալրված էլեկտրոնային պատերազմի համակարգերով հագեցած նավերով ու ուղեկցող նավերով։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։